ասում ես չեմ թողնելու այն ինչ ունես, ժառանգեք երեխաներին, էլի։ Ես չգիտեմ ինչ կարգի մարդ պետք է լինես, որ իմ երեխուց, ես չգիտեմ ես ինչ մարդկային տեսակ է, էլի սա մի ուրիշ մարդկային տեսակ է, ահավոր է, երբ որ տեսնում ես, որ նման տեսակի, նման, չգիտեմ, մարդուն կարան այդքան ձայն տան, այդքան հավանեն, սա իսկապես մեծ ողբերգություն է այս ընդհանուր երկրի համար։ Բայց ընդդիմությունն էլ քիչ ձայն չի հավաքել, հարցս կրկնեմ, ի վիճակի է ընդդիմությունը այսօր դիմակայել այսպիսի պրոցեսների, որոնք թվարկում եք այստեղ։ Ուզես պիտի դիմակայենք, իսկ այսքան ժամանակ ինչ ենք անում։ Բա դիմակայում ենք, չէ՞, բայց այս ամեն ինչ որ հիմա կատարվում է, այդպես դիմակայելու արդյունքում է։ Քիչ կան, քանի հոգի գիտեք, ովքեր խելոք գնացել, համակերպվել, ենթարկվել են, ինչ որ բան պայմանավորվել են, մի մասը թողել գնացել է, չեմ էլ մեղադրում, ասենք։ Թողել գնացել է, չի նա, մենք մնացել ենք պայքարում, շարունակելու ենք։ Էս է հենց դիմադրությունը։ Թե չէ նույն գիտեք, այն սկզբունքը երեք էլ է ասում, այսօր փորձեմ ասեմ։ Այսօր քանի հոգի կա նույն իշխանության մեջ, նախկին կոչված, այսպես իրենց ներկաներով, էլի, նախկին մնացած, հարուստ, այսպես նախկին օլիգարխներ, իշխանամերձ։ Ոչ մի բան։ Իրանց գույքը չի ստուգվում, իրանց հետևից չեն գնում, իսկ այն ով որ խոսում է, բարձրացնում է իր ձայնը, պայքարում է, այդ մարդկանց հետևից գնում են։ Սա է, շատ ակնհայտ է, ամեն ինչը բոլորի աչքի առաջ։ Պարոն Քոչարյան, որքանով ձեր երեկվա ելույթը, սուր ելույթը կապ ուներ այս վերջին շրջանում իրավապահների այս գործողությունների հետ, դա դրա շարունակությունն էր։ Կարծում այո, նաև ելույթը իր դերը խաղաց, բայց ասում եմ, ընդհանուր գլոբալ է պետք նայել։ Այս մարդը չունի ոչ մի բարոյական գծեր, կարմիր գծեր, օրենք խախտելու հետ կապված, անբարոյականություններ անելու հետ կապված, ու շարունակում է, ասում եմ, անելու է այնքան, ինչքան որ մեր հասարակությունը, նաև արտաքին միջավայրը իրան այդ հնարավորությունը կտա, բայց ամեն ինչ միանշանակ ավարտ է ունենալու։ Ցավալին գիտեք որն է, որ այս ամեն ինչում նաև ինքը հանցակից է դարձնում շատ մարդկանց։ Այս ապօրինությունների տակ ամեն դեպքում մարդիկ մտնում են։ Կարող է գան, վատ զգալով, գլուխը կախած ինչ-որ բաներ անեն, քննիչներից սկսած, վերջացրած նույն թեկուս այդ դիմակայորված մարդկանց հետևում ովքեր որ կան։ Բայց միևնույնն անում են, ու ի վերջո նաև հանցագից է դարձնում այդքան մարդկանց, էլի։ Դրա համար ով ունի մասնագիտական արժանապատվություն, կարծում եմ այս ամեն ինչին պետք է ուշադրել ու իմանա, որ ուշ թե շուտ ինչ որ պատասխան տալու ժամանակը գալու է, ու գոնե պետք է այնպես գործի, որ կարողանա ասի ես օրենքով եմ գործել։